Սիմֆոնիկ նվագախմբի այս յուրօրինակ համերգը ոչ միայն հանդիսատեսի համար է, այլ հանուն բնության։ Նաև այս համերգից գնված տոմսերով Հայաստանում կտնկվի անտառ, ոչ սովորական, սիմֆոնիկ անտառ, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, տոնելու սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակը։ Համերգի գլխավոր աջակիցն է ID բանկը, որը իդրամի հետ համատեղ իրականացվող մի դրամի ուժը նախագծով միացել է նաև սիմֆոնիկ անտառի ստեղծմանը։ Ընկերությունների ջանքերով անտառում կտնկվի առնվազն 6250 ծառ։ Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա շահառուն Իմ անտառ Հայաստան կազմակերպությունն է։ Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պարզապես կատարելով վճարում Իդրամ ID բանկ հավելվածով նպաստում է նրան, որ սիմֆոնիկ անտառում ավելի ու ավելի շատ ծառեր տնկվեն։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ինչքան շատ վճարում կատարեն, այնքան ավելի շատ ծառ կտնկվի եւ այս տեսանկյունից նաեւ հետաքրքրական է այն հանգամանքը, որ մի դրամի ուժի եւ սիմֆոնիկ անտառի գաղափարախոսությունն է համընկնում, որովհետեւ այս պարագայում արդեն եթե մեր հայրենակիցները տոմս էին գնում, ապա առնվազն 1 ծառ էին տնկում սիմֆոնիկ անտառում։ Սիմֆոնիկ անտառ տնկելու գաղափարը սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։ Այն խորհրդանշական նշանակություն ունի սիմֆոնիկի համար։ Սա պարզապես նախագիծ չէ, այլ գաղափար, որը միավորում է արվեստն ու բնությունը։ Անտառի ամենամեծ յուրահատկությունը, որ այն լինելու է սիմֆոնիկ նվագախմբի ձևով։ Այսինքն, եթե վերևից մենք նայենք անտառին, այն կունենա սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ ծավալները եւ ձևը։ Իրականում շատ լավ ցուցանիշներ ունենք, ես շատ ուրախ եմ, որ իսկապես մեր ունկնդիրը գնահատեց այս երաժշտական բնապահպանական նախաձեռնությունը, շատ հետաքրքիր նորարարություններ եւ մտքեր ունենք անտառի հետ կապված, որ այսպես քայլ առ քայլ մենք կբացահայտենք հետագայում։ Իմ անտառ Հայաստան կազմակերպության եւ մի դրամի ուժը նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչեւ օրս տնկվել է ավելի քան 30,000 ծառ։ Ուրախ եմ, որ վերջապես եկավ այս օրը, ես այս սիրուն համերգ գլինի, կարևոր է այս համգործակցությունը մեզի համար, որովհետև երաժշտությունը շատ կարևոր է մարդու հոգու համար եւ նաեւ նույնպես մեր բնությունը շատ կարևոր է մարդու ապրելու համար։ Առանց բնություն չեն գնար ապրել եւ առանց երաժշտությունը կյանքը սիրուն չի։ Սիմֆոնիկ անտառ տնկելու գործընթացի գլխավոր մասնակիցը անշուշտ հանդիսատեսն է, որի գնած յուրաքանչյուր տոմս դառնալու է առնվազն 1 ծառ սիմֆոնիկ անտառում։ Սա եւս մեկ ապացույց է, որ ID բանկը բացի ֆինանսական աշխարհում շատ հարցեր տեղը գցելուց, նաեւ սոցիալական մյուս հարցերում նույնպես ներկայ է եւ ակտիվ է ու հատկապես բնապահպանական հարցերը, որոնք թվում է թե այդքան նորաձև այլևս չեն, բայց շատ կարևոր են ու նաև այսօր ես եմ ինձ շատ կարևոր զգում, որ ID բանկի միջոցով մասնակիցն եմ դառնում այս մեծ գործին եւ իմ ծառն եմ տնկում։ Ճիշտ ասած հպարտ եմ, կուզենայի ինքս էլ տնկեի, հիանալի է իդեան։ Ամեն ձևով պատրաստ ենք օգնելու։ Հայաստանը միշտ սիմվոլ է եղել մշակույթի, երաժշտության, կուլտուրայի, կյանքի նպատակի։ Եթե բանկը իր հիմնական ծառայությունների դուրս մտածում է ապագայի մասին, դա միայն գովելի է։ Լիարժեքության զգացում ունեմ, որ միաժամանակ երկու օգտակար գործ է արվում։ Հաջողություն եմ մաղթում նախագծին, ուրախ եմ հպարտ, որ ID բանկը եւ Իդրամը հերթական անգամ կարևորելով բնապահպանությունը իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մասնակիցը դարձան այս նախաձեռնության եւ վստահ եմ, որ տարիներ անց մենք ականատես կլինենք արդեն Սաղարթախիտ անտառի եւ միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն։ Սովորաբար համերգից հանդիսատեսը հեռանում է տպավորված, սիմֆոնիկ անտառի դեպքում նաև ծառ տնկած։